Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք հունվարի 31-ի վերջին օրվա միացումների մասին, լուսնի միացումների։ Լուսինը հիանալի միացումներ ունի, պարզապես այստեղ ժամերը չի համապատասխանում Հայաստանի ժամերի հետ։ Միացումները սկսվում են, արդեն ավարտվում են երեկոյան ու ժամի, բայց իրենք պահպանվում են։ Յուրաքանչյուր միացում այնպես չի, որ հենց միացավ, անջատվեց անմիջապես և անցավ այդ ամենը, հա, իր այդ մթնոլորտը միացման դեռ մնում է։ Ունենք այդ օրը լուսնի և ուրանի միացում, հիանալի միացում, բայց սկսվում է Հայաստանի ժամանակով 20:00-ից մինչև գիշերը 02:00-ը։ Ունենք նաև Սատուրնի հետ լավ միացում, դա սկսվում է 22:00-ից մինչև գիշերը 4-ը։ Եվ ունենք Յուպիտերի հետ միացում, սա արդեն Հայաստանի համար դեռ առավոտյան, դեռ պահպանվում է այս միացումը, լինելու է 03:30 գիշերը, այսինքն արդեն 31-ի գիշեր լույս 1 և շարունակվելու է ամսի 1-ը առավոտյան ժամը 9:30։ Եվ այդ օրը առավոտյան դեռ լինելու է 13-րդ լուսնային օրը, իսկ հետո արդեն անցնում է 14-րդ լուսնային օրը։ Այդ օրը արգելվում է ցանկացած կախարդական գործունեություն, աչքերի գերլարում, նաև օծանելիքի օգտագործում, իսկ եթե ովքեր որ ունեն թույլ լուսին, դա լուսինը գտնվում է այս կամ այն նշանում, ոչ իր տանը, ապա պետք է խուսափեն հայելու մեջ նայելուց։ Եվ քանի որ մենք ունենք այդ օրը լավ միացումներ, ապա առավոտյան դեռ կարող եք որոշ գործեր անել, եթե ուզում եք նոր գործ սկսել, ապա կարող եք կենցաղային տեխնիկա գնել և այլն, հա, այն ինչ որ դուք ուզում եք անել, որովհետև միացում չունի, միացումները լինում են արդեն 31-ի գիշերը։ Եվ լավ կլինի, որ այսօր բավականին շատ նուշ ուտեք, նուշը ընդհանրապես շատ օգտակար է, ինքը վիտամին D է և դա ևս էլի վիտամիններ կան, բայց ինքը նպաստում է վահանաձև գեղձին, նաև կանացի հորմոններին։ Եթե հորմոնների հետ կապված խնդիրներ կան, եթե դաշտանացիկլերը ուշանում են, փոփոխություններ կան ձեր երեխաների մոտ, ապա դուք կարող եք և սև շոկոլադ տալ, և օրինակ այսօրը, եթե խնդիր կա, այսօրվա ընթացքում տեսնում եք, որ արդեն ուշացել է, ապա այսօր թող ուտեն նուշ։ Բացի դա, եթե վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ կան, այնտեղ տպտպում է, այնտեղ ինչ-որ խփոցներ կան, մռմռոցների նման բաներ կան, հա, դրանք կոչվում են, դե բժշկական տերմիններով չասեմ, հա, ինչ-որ այտուցները ոնց որ դուրս է ցցվում և սկսում է մռմռալ, նուշը հիանալի տարբերակ է, կարող եք ընդհանրապես, գիտեմ շատերը կգրեն նուշը շատ է գիրացնում, ոչ, օրը 1-2 նուշը չի գիրացնում, ես օրինակ նուշը ուտելուց մեկ տուփը մեկ անգամից եմ ուտում, այնպես որ նուշը շատ օգտակար է, շատ։ Հատկապես եթե այդ օրը ուտեք, ինքը իր օգտակարությունը ավելի է այդպես ոնց որ կրկնապատկվելու, այնպես որ կերեք։ Միայն պետք է դառը և քաղցր սնունդ չուտեք և կարող եք աղի որևիցե սնունդ ուտել։ Եվ այսօրը նաև կարող եք աղոթել, բայց ոչ շատ եռանդուն։ Դա կարող եք արդեն եռանդուն աղոթել մեկ ուրիշին, որովհետև անցնի դա, այդ պահը անցնի մեկ ուրիշին, ոչ Աստծուն։ Նաև սիրելիներս, եթե հավանում եք տեսանյութերը, ապա կխնդրեմ լայքեք և իհարկե բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողնեք լավագույն տեսանյութերը, հատկապես լուսնայինի վերաբերյալ։ Ես նշել եմ, որ այս ալիքը նաև վերաբերվում է հորոսկոպներին, այնպես որ հնարավոր է նաև որոշ հորոսկոպներ էլ լինեն այս ալիքում, որպեսզի բաց չթողնեք ձեր իսկ հորոսկոպը։ Լուսինը խեցգետնի նշանում է, ես երեկ խոսել եմ այդ մասին, խեցգետնի վերաբերյալ, այնպես որ կարող եք նաև երեկվանը, հա, նայել և իրար հետ այդպես համապատասխանեցնել։ Իսկ միացումների հետ կապված հիմա կնշեմ, որ ժամանակ ինչ կարող եք անել։ Ժամը 20-ից մինչև գիշերը ժամը 2-ը, դա Հայաստանի համար է, բայց շատ մարդիկ կան, ովքեր որ մեկ այլ երկրից են և իրենց մոտ ցերեկ է։ Կարող եք սկսել նաև նոր անսովոր նախագծեր,
նոր տեխնոլոգիաներ օգտագործել, նոր մեթոդներ օգտագործել, իրականացնել գյուտեր, զբաղվել հետազոտություններով, կարդալ մասնագիտացված գրականություն, գնել էլեկտրական սարքավորումներ, սա շատ լավ ժամանակ է իհարկե, ես տեսնում եմ, որ տեղեր են այրվել, դա ուրանից է, ես շատ եմ ասում, որ հեսա մի քանի օրից Ուրանը լինելու է ուղղահայաց և հենց դա ազդում է շատ մեր Հայաստանի վրա։ Այդ օրերին ավելի շատ մի եղեք շատ մարդկանց մեջ, մի եղեք այնպիսի վայրերում, որտեղ ինչ-որ ձևով վտանգ կա։ Պետք է ուղղակի ուշադրություն դարձնել, հա, ամսի 4-ին ինքը ուղղահայաց է լինելու և իր հետ հաստատ ինչ-որ մի բան է բերելու։ 1-2 օր ավել, 1-2 օր պակաս, այդպես, արդեն նայեք սկսել է, երբ որ այրվում է որևիցե մի տեղ, երբ որ պայթում է որևիցե մի տեղ, օրինակ ինչպես որ պայթեց Սուրմալուն, դա ամբողջը հենց վերաբերվում է Ուրանին, իր մեղքով է դա արվում, իր մեղքով է դա տեղի ունենում։ Իսկ երբ որ արդեն լավ միացումներ ունի, դա հիանալի է ուղղակի բոլորիս համար։ Այնպես որ կարող է նաև ընկերներից ոչե լուր ստանաք օրինակ երեկոյան ժամին, ոչե մի անսպասելի կամ այցելեն ձեզ կամ որովհետև լավ լուրեր ասեն ձեզ։ Եվ դիմում եմ տղամարդկանց, որովհետև այս երկուսի միացման ժամանակ առհասարակ միշտ տեղի ունենում անհավատարմություն։ Դա ուղղակի մի կայծի նման մի պահ է, որը տևում է ընդամենը մի քանի րոպե, որից հետո արդեն հաջորդում է կործանումը։ Իսկ կանանց խորհուրդ կտամ, որ այդ օրը երեկոյան լինեք հնարավորինս շատ ռոմանտիկ, սեքսուալ, որպեսզի ձեր ամուսիններին պահեք տանը։ Ովքեր որ ուզում են ոչե շուն, կատու պահել, այսօրը հիանալի է, երեկոյան կարող եք օրինակ տանել տուն պահել։ Եթե թեկուզ դրսում կա որևիցե կենդանի և ուզում եք տուն տանել, ապա այդ օրը երեկոյան շատ լավ է, որ տանեք տունը պահեք այդ գիշերը օրինակ, հետո եթե ուզում եք առավոտյան բաց թողնել։ Եվ այդ ժամանակ, եթե ոչե խնդրին պետք է լուծում տաք, ապա այդ լուծումները ոնց որ ինքնաբերաբար կգան։ Մենք գուցե նստած եք, ֆիլմ եք դիտում, երեկոյան ժամ է, կամ պարկում եք քնելու և մեկ էլ որևիցե խնդրի հետ կապված լուծումը գտնում եք, ասում եք, այ այսպես կարելի էր անել։ Եվ նոր քնում եք, լավ կլինի գրի առնեք, որովհետև այդ քնաթաթախ վիճակում հաստատ առավոտյան չեք հիշի, թե ինչ էիք դուք ուզում անել։ Հեռախոսը ձեզ մոտ է, հեռախոսի մեջ գրեք, մի տեղ գրանցեք, դա ձեզ համար օգուտ կլինի, որովհետև ինչ որ պահի կարող է այդ լուծումները կան ձեզ մոտ։ Իսկ Յուպիտերի հետ միացման ժամանակ արդեն Հայաստանում լինում է առավոտյան և կարող եք նոր գործեր սկսել, նոր բիզնես, զբաղվել պլանավորմամբ, առավոտյան արթնանալ, ավելի շուտ պլանավորել ձեր օրը, գրանցել բիզնեսը առավոտյան շուտ, որովհետև հետո արդեն չեմ նայել ինչ միացումներ կան, ինձ համար 31-ն է կարևոր այս պահին։ Յուրաքանչյուր բան կարող եք անել Յուպիտերով, վաճառել, գնել անշարժ գույք, նաև ընդհանրապես Յուպիտերը ամեն ինչ սիրում է մեծացնել և էմոցիաները ևս կմեծանան այստեղ և կցանկանաք ավելի շատ անել, ավելի շատ, և եթե ինչ-որ մի բան լավ անեք և ձեզ մոտ շատ ավելի լավ ստացվի, անդադ կուզեք նմանատիպ ոչե բան անեք օրվա ընթացքում։ Միայն պետք է հիշեք, որ ախորժակը կարող է շատանալ, կամ առավոտյան անընդհատ կուտեք, կամ գիշերը կարող եք արթնանալ նաև վազել սառնարանի մոտ։ Իսկ արդեն Սատուրնի հետ երբ որ միանում է, դա արդեն 22:00-ից հետո, ապա այդ ժամանակ կարող եք որևիցե պարտքերը վճարել, պարտքերը մարել, եթե ինչ-որ մեկը կգա, ճիշտ է, գիշերով գումար դուրս չեն տալիս, բայց միգուցե հաջորդ օրվա համար փորձեք, հաջորդ օրը նաև կպահպանվի որոշ չափով, կարող եք, որովհետև միացումը երբ որ ինքը լինում է, հետո ընդհանրապես աստղաբանության մեջ այդ գիծը բարականում է և ինքը նշույլ է կա, բայց իր միացումը չկա, ոնց որ ուղղակի նշույլ է, ինչ-որ օդը, ինչ-որ ծուխ է, այդպես կարելի ասել։ Դրա համար կարող եք հաջորդ օրը, մարել, գումարները վճարել, իհարկե ցավոք շաբաթ օր է, չեք կարողանա, բայց եթե արձեռն ինչ-որ մեկին պետք է տաք, ապա տվեք, եթե ընկեր չի, ապա պահանջեք անպայման ստացական։ Ծառեր կարող եք տնկել, տան համար ինչ-որ սնունդ պատրաստել, թեկուզ դնել շաբաթ կիրակի օրվա համար, ևս կիրակի օրվա համար էլ,
պլանավորեք, ձեր բյուջեն վերլուծեք, նայեք, ամեն ինչ ոնց որ ամեն ինչում կարգ ու կանոն մտցնեք։ Դե գիշերը կարող եք անել։ Շատերը գիշերն են սիրում մաքրել, հավաքել եւ քնել։ Այդ օրը գիշերը այդ ամենը հիանալի կլինի, որ անեք։ Իսկ եթե օրվա ընթացքում աշխատել եք, եթե աշխատասենյակ ունեք, անպայման աշխատասենյակը հավաքեք, նոր քնեք։ Այդպես մի թողեք, անպայման կարգ ու կանոն հաստատեք, որպեսզի Սատուրնը ձեզ պարգևատրի, որովհետև նա սիրում է, որ ամեն ինչ իր տեղում է լինում։ Ես հիմա մի տեսանյութ եմ անում, որի մասին չեմ խոսի։ Տեսանյութը կլինի կամ այսօր երեկոյան, ավելի հավանական է այսօր երեկոյան։ Կարող եք նայել կամ վաղը առավոտյան շուտ, այսինքն շաբաթ օրը առավոտյան շուտ։ Կարող եք նայել այդ տեսանյութը, շատ կարևոր տեսանյութ է բոլոր առումներով բոլորիս համար։ Լինելու աստղաբանության ալիքում։ Այսքանը սիրելիներս, տեսանյութը շատ չերկարացնեմ, որովհետև ինքը ընդամենը միացումների մասին է, պարզապես ես մանրացնում եմ, որ դուք իմանաք, ուղղակի միացումը դա միացում չէ, հա, այս միացման ժամանակ սա կարող եք անել, նա կարող եք անել, որպեսզի հասկանաք, հա, ինչ կարող եք անել, հասկացանք լավ միացում է, ոչ ինչ-որ մի բան պետք է անել, թե ոչ։ Եվ գիտեք, շատերը կարող են վաղը ավելի երկար կամ եթե աշխատում եք մնաք աշխատանքի վայրում, կամ եթե թեկուզ տանն եք անում, էլի ոնց որ մինչև 8 ժամը աշխատեք ու աշխատեք, ոնց որ այդպես ընկղմված կլինեք աշխատանքի մեջ։ Այսքանը սիրելիներս արդեն իրոք չերկարացնեմ, բոլոր այդ մաղթում եմ հիանալի օր, ես ուրախանում եմ, որ տեսնում եմ լավ միացումներ ունի, ոչ թե վատ, որովհետև ամեն վատ միացման ժամանակ ես ինչ որ մի բան լսում եմ Հայաստանի համար 4 կողմը ամբողջ աշխարհով։ Դա հենց այդ լարված միացումներն են եւ ելի եմ խորհուրդ տալիս, որքան հնարավոր է փետրվարի 4-ի կողմերը ճիշտ է, կարող է հենց այդ նույն օրը չլինի, տեսնում ենք հիմա արդեն կա 2-ին, 3-ին, այնտեղ 5-ին, 6-ին, փորձեք վտանգավոր վայրեր չգնալ։ Նման տեղերից ես հեռու պահեք։ Ամեն ինչում պահպանեք այդ կարգ ու կանոնը, անպայման ստուգեք բոլորը, հատկապես տոկերը, հատկապես եթե աշխատանքը ավարտում եք, դուրս եք գալիս ձեր աշխատանքի վայրից, հենց այդտեղ ստուգեք, որովհետև այդտեղ եւս մարդիկ են գալու աշխատեն, օրինակ գիշերն է մարդ գալու աշխատի եւ այդ ձեր թողած տոկը ուրանով կրկնապատկվելու է եւ հետո վնասի այդ մարդուն։ Ինքը վնասատու մոլորակ է եւ էլեկտրաէներգիան, այրվելը, ամեն ինչը ինքն է, երկրաշարժերը եւ եթե Հայաստանում հիմա տաք ու սառն է, մեկ օրը տաք է, մեկ օրը սառը, եւս էլի պետք է սպասել նրա նման երևույթի։ Հայաստանի համար մի փոքր դժվար է այս անցումը եւ դժվար կլինի անցումը, երբ որ ինքը արդեն մեկ այլ տեղում լինի։ Ես այդ մասին հետո կխոսեմ։ Այսքանը լավ եղեք, ձեզ հաջողակ օր եմ մաղթում։